2024-ին սնանկության ավելի քան 5800 դիմում է ներկայացվել դատարան, 2025-ին գրանցվել է շուրջ 4700 դիմում, հիմնականում ֆիզիկական անձանց կողմից։ Սնանկության գործող համակարգը ըստ մասնագետների պարզապես անբարեխիղճ ճանապարհով պատկերից ազատվելու հնարավորություն է։ Այս խնդիրը լուծելու նպատակով համակարգում իրականացվել են էական փոփոխություններ, որոնք առաջիկայում մտնելու են ուժի մեջ։ Փոփոխություններով նախատեսվում է, որ դատարանը մանրամասն կուսումնասիրի պարտապանի ֆինանսական վիճակը, նախկին գործարքներն ու գույքի օտարումները։ Արդյունքում, եթե նման կասկածներ են լինել, ապա սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե այդ ամենը պարզվի հետագայում, ապա դատանը անձին չի ազատի պարտքից, ինչպես որ հիմա է տեղի ունենում։ Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ սնանկությունն այլևս չի հիմնվելու միայն չվճարված պարտքի կամ պարտքը հաստատող պայմանագրի վրա։ Նախ, պարտադերն ինքը պետք է փորձի պարտքը ստանալ դատարանի միջոցով եւ հասնել դրա բռնագանձմանը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի դիմել սնանկության գործընթացի, որպեսզի պարտքի ֆիկտիվ պայմանագրերի հիմքով մարդուն չճանաչեն սնանկ։ Պարտավորությունը նախ եւ առաջ պետք է փորձ կատարվի բռնագանձել դատական կարգով, որպեսզի նաեւ մենք բացառենք պրակտիկայում շատ դեպքերում ֆիկտիվ պայմանագրերի հիման վրա սնանկ ճանաչելու այդ արատավոր պրակտիկան։ Սնանկության փոփոխված համակարգը նաև պարտապանի գույքը թաքցնելու հնարավորությունն է բացառելու։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-որ մեկը ունի գույք, գնում կամ վաճառում է այն, սակայն դա անում է շրջանցող ուղիներով, որպեսզի պարտադերերի համար դրանց առկայությունը մնա գաղտնի։ Միևնույն ժամանակ անցնում է սնանկության գործընթացով։ Հաճախ գալիս է հարցումները, որ անձը ունի ինչ-որ տրանսպորտային միջոց, բայց այդ տրանսպորտային միջոցը անձը ասում է, դե ես ժամանակին խոտանել եմ, չեմ ձևակերպել, չկա, փաստացի, կորել է, վառվել է, չգիտեմ, վթարվել է, բայց հետո պարզվում է սնանկության գործը ավարտվելուց հետո ընդհանրապես իր հարևանի ավտոտնակից հանում է եւ սկսում է էլի շահագործել։ Կա ևս մի փոփոխություն, որը պետք է հեռու պահի քաղաքացիներին անբարեխիղճ ճանապարհով սնանկության ճանաչմանը հասնելու մտադրությունից։ Մարդիկ, ովքեր կճանաչվեն սնանկ, հետագա կարիերայի մասով խնդիրներ կունենան։ Սնանկության խարանը ընդմիշտ կդաջվի նրանց աշխատանքային պատմության մեջ եւ կխոչընդոտի պաշտոնի առաջխաղացմանը։ Նախատեսումը ոչ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու սահմանափակում, այլ նաեւ մասնավոր կազմակերպությունները ղեկավար պաշտոններ, օրինակ ՍՊ-ի տնօրեն զբաղեցնելու սահմանափակում։ Եվ դա ունի իր որոշակի տրամաբանությունը, եթե անձը չի կարողացել իր սեփական ֆինանսական միջոցները կառավարի այնպես, որպեսզի չհայտնվի սնանկության վիճակում, ապա պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, այդ թվում նաև մասնավոր ոլորտում գոնե ինչ-որ մի ժամանակ պետքա սահմանափակվի։ Միաժամանակ նոր օրենսգիրքը նախատեսում է աջակցել բարեխիղճ այն քաղաքացիներին եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսական դժվարությունների մեջ են հայտնվել հանգամանքների բերումով։ Դրա համար ներդրվում է կանխարգելիչ վերականգնման նոր վարույթ, որը հնարավորություն կտա ժամանակ շահել, վերակազմակերպել պարտքերը, ներգրավել ֆինանսավորում եւ շարունակել գործունեությունը, զերծ մնալով սնանկության անցանկալի գործընթացից։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։